Եթե հասարակությունը տեսնի, որ իր չսիրած եւ իր սիրած քաղաքական ուժերը միտեղ են նստած, ինքը ուզի ընդունելու է այդ եւ հենց այդ դա ձևավորելու է այդ համերաշխության մթնոլորտը, այսինքն քաղաքական ուժերը ստիպված են լինելու կատարել հասարակության պահանջը, չէ՞ որ հասարակության, ասենք, մի զգալի հատված սոցիալական առումով այսօր խնդիրների մեջ է, խնդիրների մեջ է, թանկացումներ են սարսափելի եւ սա ոչ մի լավ բանի չի բերելու։ Անընդհատ իշխանությունը ասում է փող չկա, ճնշում է բիզնեսին, բիզնեսը հասկանալով որ այդտեղ բիզնես մինչև այս չկա, փախնում է Հայաստանից, ու ստիպված է այդ ամեն ինչը թանկացնում են, որ ժողովրդից այդ գումարը հանեն, ժողովուրդն էլ այդ գումարը չունի, որ վճարի դրան, ու գնաց, խնդիրը առաջ պատրաստ է արդեն երկիրը գնում է կոլապսի։ Այդ կոլապսը ոչ մեկին պետք չի։ Բայց կա դրա համար լուծում, չէ՞։ Դրա համար պետք է խնդիրը ուրիշ ձևի դրվի։ Պետք չի մարդկանց նեղացնել, քաղաքական առումով էս ինչ է նշանակում, կամ ում է պետք, կամ ոնց կարելի է այդ աստիճանի իջնել, ով մի հատ քաղաքական հակառակ բան ասում, բռնում տանում եք բանդ եք նստացնում, ինչի համար եք այդ անում, ինչ է տալու ձեզ դա, եթե ձեզ թվում է, որ այտենց անեք, դուք ստանալու եք 37 թվի պատկերը, որ բոլորը վախենալու են, բայց 37 թվից հետո իրավիճակը փոխվեց եւ բոլոր նրանք, ովքեր դրանով զբաղված էին, հիմա էլ դրանց տարան նստացրեցին, չէ՞, եւ մնացածը արդարացվեցին